Խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ ավարտված են, տեքստը երկար բանակցություններից հետո համաձայնեցված է։ Ես սա համարում եմ չափազանց կարևոր հանգրվան հարաբերությունների կարգավորման եւ մեր շուրջ Հայաստանի Հանրապետության շուրջ տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ, ինչպես նշեցի, տեքստը համաձայնեցված է։ Հայաստանի Հանրապետությունը առաջարկում է հնարավորինս արագ շուտապույտ մեկնարկել խորհրդակցություններ Ադրբեջանի հետ պայմանավորվելու համաձայնագրի տեղի, ժամանակի եւ մյուս մանրամասների շուրջ։ Նաեւ, ինչպես ասեցի, նկատեցի, որ ինչ որ հարցեր են առաջացել, շահարկումներ կան, ուզում եմ միանգամից, իհարկե հանգամանալից կխոսենք նաեւ ընթացքում, հարց ու պատասխանի ժամանակ, բայց մի քանի բան ուզում եմ միանգամից ասել։ Ուրեմն հարգելի գործընկերներ, հարգելի քաղաքացիներ, համաձայնեցված համաձայնագրի տեքստում չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի մասին։ Ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին որևէ բան համաձայնագրի տեքստում չկա։ Կա պատրաստակամություն համագործակցել տարբեր ոլորտներում, երկկողմ պատրաստակամություն, այդ թվում նաև տրանսպորտային, տրանզիտ, տնտեսական հարցերում։ Սա մտահոգությունների այն համատեքստի տեսանկյունից, որում ընկալում ենք միջանցքը եւ որի մասին տարբեր կողմերից պայմաններ են հնչել, պետք է որ այս մտահոգությունը հարատի։ Մյուս կողմից մեր մոտեցումը ապաշրջափակմանը շատ լավ հայտնի է, հրապարակային է եւ փոփոխություններ չի կրել։ Մենք ներկայացրել ենք այդ մոտեցումը, մենք նաեւ տեղեկացրել ենք հանրությանը, որ մենք այդ մասին շատ կառուցողական մեր համոզմամբ երկուստեք ընդունելի առաջարկ ենք ներկայացրել ադրբեջանական կողմին եւ այդ առաջարկը հետեւյալն է՝ նախ ապաշրջափակել երկաթուղիները, հնարավորություն տալ երկու երկրներին օգտվել միմյանց երկաթուղային ցանցերից, ինչպես ողջ աշխարհը մենք եւս կարծում ենք, որ կարող ենք որոշակիորեն բարձրացնել սահմանահատման գործընթացը ապահովելու բեռների ավելի սահուն ընթացքը, բայց ինչպես նախկինում, այժմ էլ եւ վաղն էլ մեզ համար անբեկանելի ընկալում եւ պայման է, որ բոլոր ենթակառուցվածքները, որոնք ապաշրջափակվեն, մնալու են եւ գործելու են այն երկրների ինքնիշխանության ներքո, որոնց տարածքում գտնվում են։